Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի կառավարություն, հարցս ուղղում եմ ֆինանսների նախարարին։ Պարոն Հովհաննիսյան, քաղաքացիները ակտիվ հայտարարագրեր են ներկայացնում եւ զուգահեռաբար վերադարձի գործընթացում մի քանի խնդիր է առաջացել, որը կարծում եմ արժանի է մեր ուշադրությանը։ Խնդիրը հետեւյալն է, որ քաղաքացիները, հատկապես նրանք, ովքեր ունեն մասնավոր ապահովագրություն, առողջապահական, եւ որոնք աշխատում են մեծ կորպորացիաներում կամ հիվանդանոցներում, դժվարություն ունեն վերադարձի 50,000 առողջապահական ծախսերի վերադարձի հետ կապված հետեւյալ հիմնավորմամբ։ Քանի որ սովորաբար մասնավոր կազմակերպությունները եւ մասնավոր ապահովագրականները միմյանց հետ են աշխատում որպես իրավաբանական կազմակերպություններ, համակարգում չի երևում այն հանգամանքը, որ քաղաքացին վճարում արել է։ Ավելի մասնավոր օրինակ, մի հիվանդանոցի բժիշկ որ մասնավոր ապահովագրություն ունի, գումարը փոխանցվել է հիվանդանոցից ապահովագրական կազմակերպություն, իսկ հետո աշխատավարձից այդ գումարը պահվել է։ Եվ համակարգում երևում են երկու այլ իրավաբանական անձինք, ինչպես կարող ենք այս խնդրին լուծում տալ։ Հարցին պատասխանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, իսկ միջնակ կմոտենա ամբիոնին տեղեկացնեմ, որ այսօր Արարատի մարզի Արբաթի Հովիկ Զաքարյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն են այցելել մեզ, ողջունենք նրանց։ Տիկին Ղազարյան, շնորհակալ եմ հարցի համար։ Այս հարցը մեզ համար հայտնի է, իրականում կան մի շարք հարցեր, որոնց վրա մենք հիմա աշխատում ենք եւ առաջիկա ամիսների ընթացքում հանդես կգանք համակարգի փոփոխությունների տարբեր խնդիրների լուծման փաթեթով։ Այստեղ խնդիրը նրանում է, որ տարբեր դեպքերում ապահովագրությունը տարբեր ընկերություններում կամ ներառված է որպես աշխատավարձի մաս, կան դեպքեր, երբ որ դա ներգրաված չի որպես աշխատանքի մաս, ունենք խնդիրներ, որ որոշ ապահովագրական ընկերություններ անհատներին ապահովագրության պոլիսներ չեն տրամադրում, այսպիսի պրոդուկտներ չունեն կամ տրամադրում են խմբերով։ Այս բոլոր հարցերը մեր մոտ գույքագրվում են, հիմա տարբերակներ են քննարկում եւ առաջիկայում այս հարցերին պատասխաններ կտանք։ Լրություն դահլիճում, արձագանք։ Շնորհակալ եմ պարոն Հովհաննիսյան, ըստ էության մենք գործ ունենք 7-ից 8 ապահովագրական կազմակերպությունների հետ եւ մոտավորապես 200,000 շահառու քաղաքացիների հետ, որովհետեւ մեծ մասամբ մասնավոր ապահովագրությանը դիմել են հենց հետևյալ մեխանիզմով, մեծ կորպորացիաների, IT կազմակերպությունների, հիվանդանոցների աշխատակիցներ, եւ ես կարծում եմ, որ այս խնդիրը, եթե նաեւ ունի խորհրդարանում օրենսդրական փոփոխության կարիք, կարող ենք նաեւ հաջորդ արտահերթ նիստի ընթացքում էլ քննարկել մանրամասները, իրավական լուծումներ դրանց տրվի, որովհետեւ կարծում եմ, որ քաղաքացիները մեծ ոգևորվածությամբ են դիմում հետադարձի մեխանիզմին եւ արժանի են դրա լուծմանը։ Շնորհակալ եմ։ Իրականում այս մեխանիզմը, որը մենք առաջարկել ենք, ինքն էլ շուկայի համար որոշակիորեն նորություններ, որովհետև անհատ անձինք առողջապահության ապահովագրության պրոդուկտներից քիչ էին օգտվում, սա հիմնականում կորպորատիվ հատվածներ օգտվում։ Կարծում եմ, որ սա նաև առիթ է ապահովագրական ընկերությունների համար այսպիսի պրոդուկտներ ստեղծելու, բայց մենք կքննարկենք թե ընկերությունների հետ, թե մեր պետք գործընկերների հետ այս process-ը ավելի ավտոմատացված իրականացնելու մեխանիզմների հետ եւ հանդես կգանք համապատասխան լուծումներով, վստահ չեմ, որ դրանք օրենսդրական փոփոխության կարիք կլինեն, շատ հավանական է, որ դա կառավարության որոշումներով կարողանանք հասցեագրել։ Շնորհակալություն։ Արեն Մկրտչյան։